Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարի երեկո։ Մեդիա հաբի եթերում Մետանոյան է եւ այսօր տաղավարում սիրով հյուրընկալել եմ պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Աննա Մկրտչյանին, բարև ձեզ Տիկին Մկրտչյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Տիկին Մկրտչյան, հարցերի այնպիսի մի շրջափուլում ենք հայտնվել, որ արդեն անկեղծ ասած ես որպես լրագրողի տեսանկյունից արդեն չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես այս իրավիճակում շեշտադրումները դնեմ, որ կարողանանք ճշմարտությունը ի ցույց դնենք մեր հետևորդներին եւ հեռուստադիտողներին։ Երբ մարդիկ հաճախ նաեւ դիմում են մեզ լրագրողներիս, ընդգծելով, որ երբ լսում ենք այս տեսակետը, խիստ հիմնավոր է դառնում դա եւ կարծում ենք, որ հավատալը ճիշտ է այսպիսի մոտեցմանը։ Երբ այս մի թևին ենք լսում, այստեղ էլ հիմնավորումները այնպիսին են, որ կարծում ես, թե սա է ճշմարտությունը։ Բայց այսօր ես ուզում եմ ձեզ հետ քննարկել հենց այդ ճշմարտության իրական ուղղությունը եւ փորձենք հասկանալ, թե ինչու ենք հայտնվել այսօր այս իրավիճակում։ Այս իրավիճակ ասելը 18 թվականի իրականության մասին չէ, այլ այն իրավիճակի, որը այս պահին տեղի է ունենում մեր ներքաղաքական դաշտում։ Խոսքը անգամ Նիկոլ Փաշինյանի մասին չէ, այլ ներընդդիմադիր առճակատումների մասին է, որը կարծես թե նորանոր թափ է հավաքում ժամ առ ժամ, շաբաթ առ շաբաթ, եւ նաեւ այսպիսի մի գնահատական կա, որ կարծես թե երկու ընդդիմադիր այս ուղղությունները, խոսքը վերաբերում է երկրորդ եւ երրորդ նախագահի թիմերին, գնում են դեպի խորհրդարանական ընտրություններ եւ կարծես թե ներքաղաքական դաշտում փորձում են հիմնավորել եւ հաստատել իրենց տեղը։ Դուք կիսում եք այս կարծիքը եւ ո՞րն է ձեր հիմնավորումները։ Ձեր բազմաշերտ հարցին կփորձեմ շերտ առ շերտ պատասխանել, նաեւ տալով այն ապացուցողական բազան, որը հիմնված կլինի նաեւ անցյալի վարքագծի վրա, որովհետեւ շատ ճիշտ նշեցիք, շատ դժվար է կողմնորոշվել որտեղ է ճշմարտությունը։ Հիմա շատ մարդիկ են կարողանում մանիպուլատիվ իրականություն ներկայացնել, բայց իրականություն, որը տանում է դեպի անորոշություն, վերացարկված է, հնարավոր չէ հասկանալ, թե որտեղ սկսվեց եւ որտեղ ավարտվեց, բայց մենք ճանապարհ ենք, չէ՞ անցել ու դուք նշեցիք, որ խոսքը 2018-ի մասին չէ, ամենևին չցանկանալով գնալ այդ ոչ այդքան հաճելի ժամանակահատվածը, բայց այնտեղից է չէ եկել այսօրվա Հայաստանը։ 2018-ի դագաղներից է այսօրվա Հայաստանը, 2018-ի խաբեությունից է այսօրվա Հայաստանը, որտեղ 2018 թվականին երկու իրականություն կար՝ խաբված մոլորված մարդիկ եւ դիտավորությամբ գործող խմբեր, ովքեր շատ լավ գիտեին ուր են տանում Հայաստանը, ինչի համար են այս ամեն ինչը իրականացնում։ Ընտրությունների մասին հանրապետականը չի գնում ընտրությունների, ես ձեզ վստահեցնում եմ։ Նախագահ Սերժ Սարգսյանն էլ հերթական անգամ, երբ որ նիկոլական այդ շինծու իրավապահ համակարգը հասցրեց մեզ հակակոռուպցիոն դատարան, այնտեղ աստիճանների վրա շատ անկեղծ խոսեցինք, որ ամբիցիաներ չունենք։ Նախագահը իր ամեն հրապարակային ելույթում սա շեշտում է։ Ինչի մասին է սա խոսում, որ մենք ունենք մեկ նպատակ, առաջնահերթություն, դավաճան Նիկոլից ազատվելու, որովհետև շատ լավ գիտենք, որ դրա հետ քաղաքականություն չկա։ Դրա հետ Հայաստանի Հանրապետության գոյություն չկա։ Եվ այդ փոխհրաձգության մասին էլ որ խոսում եք, շատ կարճ կարող ենք դրան էլ անդրադառնալ, որովհետև տպավորություն է ստեղծվում, որ Նաև սա է դիտավորությամբ արված, այսինքն մեզ փորձում են ներքաշել մի իրավիճակի մեջ, որ դուք ինձ հիմա տրամադրել եք այս հարթակը, հնարավորություն եք ինձ տվել խոսելու, ու ես դավաճան Նիկոլից խոսելու փոխարեն, այս իրականությունը, որը ինքը աղավաղել է, այս թրքահպատակ քաղաքականությունը, որ տանում է Նիկոլ Փաշինյանը եւ իր հանցախումբը, պիտի դա թողնեմ մի կողմ եւ սկսեմ խոսել այլ բաների մասին։ Բայց եթե ես դրանցից էլ չխոսեմ, ես վստահ եմ, դուք կմտածեք դրանով երևի ասելու բան էլ չունեն, այն կողմից ճիշտ են ասում, դրա համար հակադարձում չկա։ Երկրորդ նախագահը մշտապես հրապարակային ելույթներ է ունենում, շատ իրենք խոսում են եւ շատ սիրում են ասել, որ ամենամեծ ընդդիմադիր ուժն են, փողոցային պայքար գեներացրած ընդդիմադիր ուժն են, չէ, առաջ այդպես չէին ասում, առաջ ասում են, որ ընդդիմությունն է այդ պայքարը գեներացրել, Հայաստանի քաղաքացիներն են այդ պայքարը գեներացրել, ինչը ինձ համար շատ ավելի իրական է, բայց ինչևէ, հիմա իրենք նախընտրում են, որպեսզի մենք ասենք փողոցային պայքարն էլ իրենց նախաձեռնությունը, իրենք ամենաուժեղ լիդերն ունեն, ամենաուժեղ խմբակցություն, ես խնդիր չեմ տեսնում որևէ այս ձևակերպման հետ։ Եվ երբ այդ ամենաուժեղ խմբակցության լիդերը կամ Քոչյանի падգամավորներից որևէ մեկը խոսում է այն մասին, որ գիտեք ինչ կան ինչ որ հարցեր,
այդ 18-ի վերաբերյալ քաղաքացիները հարցեր ունեն, 21-ի վերաբերյալ հարցեր ունեն, ու դա չի ասվում 18 թվականին, դա չի ասվում 21 թվականին, դա գալիս է ինչ-որ մի պատային իրավիճակի է մեզ Նիկոլը դեմ տալիս, հասկանում են կարծես, որ Նիկոլի հետ պայքարելը, այ մարդ կարծես լուծում չի երևում, էլի այստեղ, մեր ներուժի, կամքի, վճռականության մեջ չի տեղավորվում այս փաստը։ Դե եկեք ինչ անենք, եկեք շեղենք այս փաստը, ինչ կա այնտեղ 18-ից ոնց էլ չլինի մի երկու բան կկարողանանք էլի խոսել, 21-ի ընտրություններից ոնց էլ չլինի մի երկու բան կարող ենք խոսել։ Բայց Ռոբերտ Քոչարյանի հրապարակային խոսքերը, ասուլիսները, որքան էլ դրանք ինձ համար լինեն քաղաքական իմաստով անընկալելի, ես դրանց հետ որպես Հայաստանի քաղաքացի կամ ինչ-որ հասարակական գործունեությամբ զբաղվող անձ չհամաձայնեմ, ես երբևէ դրանց չեմ անդրադարձել։ Ես մշտապես ու հեշտ ստուգելի է դա, ես պատկերացնում եք որքան վստահ եմ այդ տեղեկատվական նաև պատերազմները, որ հիմա գնում է ու հիանալի հասկանում եմ, թե ինչպես կարող են նույնիսկ ճշմարտությունը գլխի վայր շուռ տալ, որ այսպիսի հայտարարություն եմ անում, երբեք չեմ անդրադարձել։ Ինքս իմ կարտիքը ձևավորել անցել եմ առաջ։ Բայց երբ որ դրանից հետո սկսում է մի ամբողջական արշավ ֆեյքերից, Քոչարյանի մերձավորներից, Քոչարյանի ընտանիքի անդամներից բաղկացած, ու սենց գալիս են հանգում են նրան, որ դե ոնց որ չստացանք այն էֆեկտը, որը որ պետք էր այդ հրապարակային խոսքից Ռոբերտ Քոչարյանի, եկեք լավ գնանք մի հատ այն լրատվականը, որը մեզ շատ հարում է, եւ այն լրատվականը, որ երբեք օրինակ Աննային չի կանչի, որտեղ մենք հո բազմակողմանիության հարց չենք լուծում, մենք պետք է սուտը ասենք, դա պետք է միանշանակ լինի եւ անցնենք առաջ։ Եկեք մի հատ կանչենք Սերժ Սարգսյանի մասին մի բան ասենք։ Հետո կհերքեն, չեն հերքի, եկեք անձնական խոսակցություն հրապարակենք։ Հիանալի իմանալով, որ Սերժ Սարգսյանը այնպիսի բնավորություն ունի, որ երբեք չի խոսելու անձնական եւ մասնավոր զրույցներ։ Տեսեք, անձնական խոսակցության հետ կապված ձեր ընդդիմախոսները երեկվանից տարածում են տարբեր տելեգրամյան ալիքներով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից մի հատված, որը վերաբերում է Կարեն Կարապետյանի հետ մասնավոր զրույցին, որ ասում է, որ արդեն ժամանակը եկել է, արի վարչապետ եղիր Հայաստանում եւ այլն։ Եվ ձեր խոսքն են ներկայացնում, որ դուք երեկվա եթերում ասել եք, որ երբեք իրեն շատ լավ եք ճանաչում երրորդ նախագահին եւ իրեն երբևէ թույլ չի տա մասնավոր զրույցներ հրապարակի եւ ցույց են տալիս, որ այդտեղ ահա տեսեք, ահա Վասիկ մասնավոր զրույցի մասին է խոսքը, որը Կարեն Կարապետյանի հետ է, դե այսինքն այստեղ միտումը հետեւյալն է, ըստ իս, որ դե հիմա ինչ է պատահել օրինակ, կարող է եւ մասնավոր զրույցից մի դրվագ լինել եւ նաեւ ձեզ դատապարտում եւ դատապետում են, այսպես ասած ձեր ընդդիմախոսները, որ ինչու եք դրանից մի մեծ պատմություն սարքել, եթե երկրորդ նախագահը ամեն դեպքում անդրադարձ է ունեցել այդ փոքրիկ մասնավոր դրվագին, հա ինչ անենք, ինչ կա այդտեղ։ Մենք պատմություն ընդհանրապես չենք սարքում, պատմություն սովորաբար սարքում են մարդիկ, ովքեր Ռոբերտ Քոչարյանի հրապարակային խոսքից բավարարված չեն, այն էֆեկտը չեն ստանում, հետո գնում են TV5-ի տաղավար, մի 10 օրով իրար հետևից սկսում են այդ նույն տեքստերը մեկնաբանել, բացատրել, ճոխացնել, հասկացնել եւ այլն։ Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի հետ իրականացրած այդ ձեր ասած դրվագին, դրանք էհականորեն տարբեր են, գիտեք ինչի, որտեղ Կարեն Կարապետյանը այդ պահի դրությամբ գործող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ էր եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ այդ պահի դրությամբ, որ արդեն խորհրդարանական երկիր դառնալու կապակցությամբ պիտի տեղաբաշխում լիներ եւ այդտեղ գործող պաշտոնյայի միջև նոր կարգավիճակ ունենալու հանգամանքներ, այսինքն Կարեն Կարապետյանը գործող քաղաքական դերակատար էր։ Հիմա ինչ է անում Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարելով, որ ինքը ամբիցիաներ ունի, կարող է գալ, կառավարել, խոսում է իր ճգնաժամային կառավարիչ լինելու մասին եւ խոսում է մի մարդու հետ կապված հարաբերություններից Սերժ Սարգսյանից, որը ասել է ես չունեմ ամբիցիա։ Ես չեմ գալու քաղաքականություն նորից։ Հակակոռուպցիոն դատանի աստիճանների մոտ էլ ասեց, եթե որևէ մեկը կցանկանա խորհուրդ լսել, խնդրեմ, ավել ոչինչ։ Հիմա ինչի է Սերժ Սարգսյանից այս վախը որևէ կերպ հանգիստ չի թողում Ռոբերտ Քոչարյանի մերձավորներին կամ ընտանիքին։ Գիտեք ինչի, որովհետև Նիկոլի դեմ պայքարը շատ ցավոտ եւ պրոբլեմատիկ է դարձել։ Այսինքն սա շատ ավելի հեշտ թեմա է։ Իհարկե, շատ ավելի հեշտ թեմա է այն իմաստով, որ դու դրանից չես որևէ կերպ ձեր ասած բառով դատապետվելու կամ բռնաճնշումների ենթարկվելու, հասկանում եք։ Իհարկե, եթե մենք Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատից կամ այն փաստաբան քաղաքական գործիչներից լինենք, կասենք դա ենթադրյալ քաղաքական հետապնդումներին, ինչի ինձ համար անընդունելի է, որովհետև մենք մշտապես ենք խոսել, որ Ռոբերտ Քոչարյանն էլ է քաղաքական հետապնդումների ենթարկում եւ այն ժամանակ, երբ որ հանրապետական կուսակցության համար շատ վատ ժամանակահատված էր մեղմաս
ասած, թիրախավորման իմաստով, չընկալված լինելու իմաստով, այդ ժամանակ հենց հանրապետական կուսակցությունը եւ իր հայտարարություններով հրապարակային եւ գործադիր մարմնի հայտարարություններով եւ Սերժ Սարգսյանի հրապարակային հայտարարություններով խոսում էր նրա մասին, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվողը բացառապես քաղաքական հետապնդում է։ Չխոսեմ նրանից, որ մենք նվազագույն փոխադարձությունը չենք ստացել եւ այն ակնհայտ քաղաքական հետապնդումները, որ իրականացվել են մեր թիմի կողմ, մեր թիմի հանդեպ եւ նաեւ նախագահի նկատմամբ, իրենք այդպես ենթադրություններով ճանապարհել են։ Նկատի ունեք որ ժամանակների։ Բոլոր ժամանակահատվածները 2018 թվականից մինչ օրս։ Ցանկացած մարդու։ Ես պետք է այս կողմից հարց տամ ձեզ, քանի որ այնտեղ բավականին լուրջ մեղադրանքներ կար, ուղղված երրորդ նախագահի թիմին, նաեւ գործելավոճին։ Երկրորդ նախագահի թիմը նշում է, որ այդպիսի հետապնդումներ եղել են շատ ավելի վաղուց 2008 թվականից սկսած եւ երբևէ իրենք անդրադարձ չեն ունեցել եւ այլն, փորձել են զերծ մնալ, հակաքարոզչական այդ մեխանիզմների եւ գործիքակազմերը չեն օգտագործել, որը այնուհետեւ բերել է այսպես ավելի գլոբալ խնդրի եւ արդյունքում չհաշված այն հանգամանքին, որ լրագրողները միշտ ամեն ինչ շատ լավ պատկերացնում են այդ ներքին քաղաքական կուլիսային պատմություններում էլ գիտենք, որ կան որոշակի հակասություններ երկու նախագահների միջև, կան անհասկացվածություն, բայց դա երբևէ ի ցույց չէր դրվել։ Հիմա ինչը դարձավ բեկումնային պատճառ, որ այս ամեն ինչը կներեք, բայց ջրի երես դուրս եկավ եւ հավատացեք, որ ընդդիմադիր զանգվածի, ընդդիմադիր տեսակետ ունեցող մարդկանց համար, որոնք այսօր զգալի մեծ քանակ են կազմում, շատ տհաճ է այս ամեն ինչը։ Շատ տհաճ է եւ մարդիկ ասում են, դե լավ, մենք հույս ենք կապում եւ երկրորդ եւ երրորդ նախագահների հետ, այս ինչ են անում։ Այս ամեն ինչը մեզ ուր է տանում եւ կրկին հիասթափություն, կրկին այսպես ձեռքերը վայր են դնում մարդիկ եւ ասում են, բայց մենք հիմա էլ ինչ անենք, էլ ուր գնանք ում համար պայքարենք կամ ում դեմ պայքարենք, այս կերպ, երբ որ կա այսպիսի ներքին պառակտում։ Իսկ ավելի լավ չէ լինի այդ ամեն ինչի գաղտնի մնար, ըստ ձեզ։ Նախ 2008 թվականից սկիզբ առած հետապնդումների մասին ինձ համար նորություն է, որ նման հայտարարություններ կա, բայց դե երևակայությունը մարդկանց անսպառ է, ընդ որում այդ երևակայությունը արդեն ասում են, որ անընդհատ հակաքարոզչություն է եղել երկրորդ նախագահի նկատմամբ։ Արդեն այդ երևակայությունը սկսել է հակասել նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի շրջանակներում շրջանառվող լուրերից, որտեղ Ռոբերտ Քոչարյանը իր վերջին հարցազրույցը շատ ֆիլտրված, գրված, պատասխանները ամեն ինչ ոնց որ պետք էր մոնտաժված այդ հարցազրույցի ժամանակ շատ պարզ մի բան ասեց։ Ինքը 2008 թվականից ներողություն արել է ամեն ինչ, որպեսզի տարանջատվի, առանձնանա իշխանությունից, ինքն է ասում։ Ասում է ես հրապարակային քննադատում էի, որպեսզի մեզ չնույնացնեն։ Բառացի տեքստն է, ինչ կապ ունի այդտեղ Սերժ Սարգսյանը, ինչ կապ ունի այդտեղ քարոզչությունը, այսինքն Սերժ Սարգսյանն է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից ստանում է հայտարարությունները, լավ առաջարկներ եմ արել, երբեք չեք ասել, որ Քոչարյանը ճիշտ է, մենք սխալ։ Իրենք էլ երբեք չեն ասել, որ մենք քաղաքական հետապնդումներ ենք ենթարկում։ Այն ժամանակ, երբ որ մենք օրն ու գիշեր խոսում ենք իրենց քաղաքական հետապնդումներից։ Երկրի առաջարկներով եմ հանդես եկել, արհամարել են, այո, դա իր կարծիքն է, ինքը որպես պաշտոնաթող նախագահ որոշել է, որ ոնց որ Նիկոլն է ասում, որ կարմիր գծերը վատ է, մինչև իշխանություն զավթելը, նույն տեքստով պիտի հանդես գա ինքը։ Ինձ համար դա որպես Հայաստանի քաղաքացի այն ժամանակ էլ էր տարակուսելի, հիմա էլ է շատ ավելի տարակուսելի, որովհետև ես չեմ կարողանում հասկանամ այդ զուգահեռը, որ անդադար Ռոբերտ Քոչարյանի մերձավորները դնում են Նիկոլի եւ Քոչարյանի միջև։ Իմ կարծիքով դա հնարավոր չի համեմատել, բայց իրենք անդադար, այս վերջերս էլ չգիտեմ նկատել եք թե չէ, անդադար տեսանյութեր կա համեմատական Քոչարյանի ժամանակ եւ Նիկոլի ժամանակ, մի արեք տենց բան, որովհետև Քոչարյանը հաղթանակած նախագահների եւ ղեկավարների շարքում է։ Նիկոլը դավաճանների ում եք ում հետ համեմատում։ Այսինքն որ դուք փորձում եք ցույց տալ, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ավելի լավ էր, քան Նիկոլի, ձեր համեմատության հարթակը եւ մակարդակը սխալ եք ընտրել, վնասում եք Ռոբերտ Քոչարյանին։ Բայց նաեւ մեղադրանք կա ձեր թիմի նկատմամբ, որ դուք անդադ նույնականացնում եք Նիկոլ Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանի հետ։ Դուք լսեցիք ես ինչ ասացի։ Ասում Ռոբերտ Քոչարյանը հաղթանակած է, Նիկոլը դավաճան է։ Ռոբերտ Քոչարյանը չի ասում, որ Նիկոլը դավաճան է, ես ասում եմ, որ Նիկոլը դավաճան է։ Ռոբերտ Քոչարյանը չի ասում, որ մարտի 1-ի մեղավորը Նիկոլն է եւ Նիկոլը դատապարտվել է Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ մարտի 1-ի կազմակերպման համար արդարացի, ես ասում եմ, պատկերացրեցիք հիմա գործողությունների եւ տեսության տարբերությունը։ Դուք հիմա նաեւ ուզում եք ակնարկել, որ իրենք եթե ասում են, մենք է կարող ենք ասել։
Այդպես կարող եմ Մենք ընկալել։ վստահաբար կարող ենք պատասխանել, այո, որովհետև ես նաև իմ բոլոր հրապարակային ելույթներում ասել եմ, որ ես էլ չեմ թողելու, որ այդ սուտը տարածվի, որովհետև ես համոզված եմ, որ 2018 թվականին նաև հանրապետական իշխանությունը պետական իմունիտետ ասածը չբավարարեց այն պատճառով, որ տասնամյակներ շարունակ ստեր են հորինվել։ Այդ ստերին ոչ մեկ չի պատասխանել։ Եթե թույլ կտաք մի քիչ ավելի հեռուն գնամ։ Նույն Ռոբերտ Քոչյանի գրասենյակը որպես պաշտոնաթող ղեկավարի գրասենյակ ինչ որ հայտարարություններ արել եւ հանրապետական իշխանությունը այն տարանջատվելու էլի որ ասում էր Քոչյանի, ես ամեն ինչ արել եմ որ ինձ հանգարց չնույնացնեն Սերժ Սարգսյանի իշխանությանը։ Այդ ժամանակ Սերժ Սարգսյանի իշխանությունից պատասխան չի եղել համարժեք։ Արձագանք չի եղել։ Դա մեն 2018 թվականին եկանք մի իրավիճակի, երբ որ ինչ-որ խաբեբաների, վաշխառուների, դավաճանների համախումբը կարողացավ դրսում տերեր գտնել, եկան այնքան սուտ ասեցին այս ժողովրդին, որ ժողովուրդը անգամ չէր նկատում, որ ինքը դագաղների կողքը ուրախությամբ զբաղված։ Դրա համար ես չեմ պատրաստվում այլևս սա թույլատրել կամ գիտեք եկեք նաև տպավորություն չստեղծենք որ խոսքը տենց միայն քաղաքական դիսկուրսի մասին է երբ որ Ռոբերտ Քոչյանի գրասենյակի ղեկավարն ասում է այ գիտեք ինչ Ռոբերտ Քոչյանը ցուցմունք չի տվել կներեք ում պետք է ցուցմունք տար Նիկոլա Ստրուկ համակարգին Այսինքն պիտի գնար Նիկոլի հեղինակազրկված ասում պետք է նաև ընդունեք այդ հանգամանքը որ տղամարդավարի էր իրեն պահել եւ ցուցմունք չի տվել։ Նախ տղամարդությունից եկեք խոսենք, էլի այդ կատեգորիան ենթատեքստը ես հասկանում եմ որն էր, բնական է միջև վերջ չի ասում, որ իբրև երրորդ նախագահի դեմ պետք է ցուցմունք լիներ, դուք այդպես եք։ Այսինքն այս հավանականություն կա, որ պիտի Ռոբերտ Քոչյանը Նիկոլի հետ պայմանավորվեր եւ կեղծ ցուցմունք տար Սերժ Սարգսյանի դեմ, բրավո։ Ես կարծում եմ այս բանալին եմ լսել, ճիշտ ասած լավ չպատկերացրեցի։ Այ ուզում եմ հասկանամ դուք դա որպես Ես էլ չեմ հասկանում, ինձ համար ես չեմ կարող, ես էլ անկեղծ ասած ընդհանրապես չհասկացա։ Դուք մի քիչ լավ չեք հասկացա, ես ընդհանրապես։ Այսինքն ինչ պիտի աներ Ռոբերտ Քոչյանը, ես պատկերացնում եմ, էլի։ Դավաճան Նիկոլի ԱԱՑ-ի հետ գնար համագործակցության, ինչ ուզեր գրեր, հա, այն դեպքում երբ որ ՔՊ ուսապարկերը, բառացի ես 2 տարի խոսում են նրա մասին, որ Հայաստանում մարդկանց տանում են կալանքի ցուցմունք կորզելու համար, իրանց համար ցանկալի տեսարանները ստանալու համար։ Այդ պիտի աներ Ռոբերտ Քոչյանը։ Դե հիմա տեսեք ասում են Ինձ համար դա ելք չի երրորդ եղել նախագահը կհիշեք բնական է որ իր վերջին այս հարցազրույցի ժամանակ դատարանի բակում ասաց որ նստելը դա հերոսություն չի մեր թիմից էլ բազում մարդիկ կան որոնք հիմա նստած են եւ լրագրողը ասաց բայց դուք չեք նստած այսինքն այստեղ կա էլի նրբություն նյուանս որ Այն պարագայում երկրորդ նախագահն է նստել, բայց երրորդ նախագահը չի նստել, չի հայտնվել քրեակատարողական հիմնարկում եւ ունի առավելություն այս իշխանությունների մոտ։ Ուրեմն հասկանում եմ որոշ մարդկանց հիասթափությունը, ովքեր 2018 թվականին ամեն ինչ արել են, որպեսզի Սերժ Սարգսյանի դագաղը հայտնվի հանրապետության հրապարակում, որպեսզի այդ անմարդկային եւ անբարոյական տեսարանները բեմադրվեն Սերժ Սարգսյանի դեմ, ու նաեւ իրենց պլանների մեջ միգուցե եղել է ոչ միայն մերժելը, այլ նաեւ նստացնելը Սերժ Սարգսյանին։ Հիմա այդ իրանց փոսը ընկնելու արդյունքը միգուցե շատ ավելի ծանր է, բայց ինչ վերաբերվում է թե ինչա կատարվել Սերժ Սարգսյանի հետ, ուրեմն այն ինչ որ եղել է նախագահի հետ, այն ինչ որ կազմակերպվել է նախագահի ընտանիքի դեմ, իր տիկնոջ դեմ, իր զավակների դեմ, այն անարդարացի, գոյությունից իրականության հետ աղերս չունեցող անբարոյականությունները, որոնք տարածվել են, մենակ մի միտում ունեին՝ ցավեցնելու, նսեմացնելու այն ահռելի աշխատանքը, որ անում էր Սերժ Սարգսյանը եւ միայնակ կարողանում էր դա պահել։ Հիմա 2018 թվին, որ մարդիկ հրապարակով տուն են գնացել, Ռոբերտ Քոչյանը իր գրքում գրել է, որ Նիկոլը հաղթանակից, հաղթանակած մի մարդու վրա այդքան ծանրություն դրվելով եւ այդ ծանրությունը փառահեղ տանելու փաստով հաղթանակի հասած մարդ է եւ իր հիասթափությունը միայն եկել է այն պահից հետո երբ որ Նիկոլը սկսել է իր նկատմամբ հետապնդումներ իրականացնել բա մենք ինչպես կարող ենք խոսել օբյեկտիվությունից եւ արդարությունից դե տեսեք ասում են իշխանությունը ահա ներողություն վերահաստատելու իմաստով նաեւ այո հերոսություն չի իմ ընտանիքի անդամներն էլ են ենթարկվել բռնաճնշումների մինչեւ հիմա էլ ենթարկվում են Հեղինակազրկված ազգային անվտանգության ծառայությունը քննության է առել իմ ծննդյան վկայականը, դուք հասկանում եք աբսուրդը։ 30 տարի առաջ տեսել են թե ես որ ժամին եւ որ օրն եմ ծնվել։ Այդ ինչի մասն է խոսում։ Բռնաճնշում չի, ճնշելու միջոց չի։ Ինչ որ մի բան է հերոսություն, դա ինչի մասն է խոսքը։ Ծննդական այսինքն ազգային անվտանգության ծառայության լսեցիք ազգային անվտանգության ծառայության
ահաբեկչության դեմ պայքարի եւ սահմանադրական կարգի պահպանման վարչությունում թե բաժնում, այդ պահը չեմ հիշում ներողություն, քննվել է քրեական գործ, պարզելու, թե ես որ օրն եմ եւ որ ժամին եմ ծնվել։ Կներեք, դա ինչի համար է արվում։ Դու ես եմ հարցնում։ Հիմա սա հերոսություն է, որ sense բանային հետ տեղի ունեցել։ Այսինքն ինչի հետ են կապել ձեր ծննդականի վերցանումը։ Ահաբեկչության դեմ պայքարի։ Այսինքն այդ բաժինն է քննել, հասկանում եք։ Դա ինչ ընթացքի մեջ է, սա ուղղակի ասած մեր զրույցը բնականաբար կարճվել է այլևս հանցակազմի բացակայությամբ, բայց այն բան էին մանգալի չէին գտել։ Հերոսություն է, դա չէ։ Կամ իմ մեքենան, կարծեմ 3 տարի առաջ էր, թվացյալ մեկին գցել էր մեքենայի տակ, իմ մեքենան, թվացի որ քննչական կոմիտեի հաղորդագրությունն է, տենց էլ գրած է։ Մեքենան, հասկանում եք։ Գցել են ինչ որ մեկին դե գիտեն որ ին վրա լիներ արդեն պետք է ինչ որ իրավական հետևանքներ, ընդհանուր զուտ կարտինկան է էլի պետք։ Ուրա այդ մարդը, այդ ով է այդ հոգին որ սրանց աբսուրդը կարող է հասնել մինչև ծննդական։ Չէ, գիտեք ինչ սրանց աբսուրդի մասին նաև խոսքը շարադրելու համար այնքան մարդկանց հետևից են սրանք ընկել։ Սրանք խոսքի համար մարդ են սպանել։ Արմեն Գրիգորյանին են սպանել խոսելու համար։ Հազարավոր մարդկանց վրա քրեական գործ են հարուցել։ Այսօր որ այդ էռատոն ասում է իմ անկախտելի իրավունքն է խոսքի ազատությունը։ Դուք այդ խոսքի ազատության համար մարդկանց կյանքեր եք խեղել։ Ու հիմա որ ասում են չէ, ու այս ոչ մի բանը հերոսություն չի, որովհետև մենք պայքարում ենք դավաճանների դեմ, ուզում ենք վնասազերծել սրանց ու հնարավոր է նաև մենք էլ վնասվենք։ Իսկ հերոսությունը վերջին նախադասություն ներողություն երկարացրեցի, հերոսությունը նա է, որ սեփական ժողովրդի համար գոնե գաղթի ճանապարհը բացելու նպատակով եւ 150,000-ից ավել հայերին փրկելու համար գիտակցաբար Բաքվի բանտում հայտնվելն է եւ Զարտուղի ճանապարհներ ման չգալն է Հայաստան գալու համար։ Ինձ համար հերոսությունը դա է։ Անկախ նրանից թե հիմա ձեր աչքի առաջ ով եկավ այն հայերից, ովքեր Բաքվի բանտում։ Բոլորը։ Եվ նախագահները, եւ ռազմական էլիտան, բոլորը կապ չունի եւ նույնիսկ այն հասարակ մարդիկ, որոնք ուղակի պատահականության սկզբունքով կամ նույն այն մարդը, որը Հակարիի կամրջի վրա իրեն հիշում եք բռնեցին, որ գալիս է Երևան սրտի վիրահատություն ունենալու։ Սարսափելի իրականություն է, բայց մենք ամեն դեպքում դեռևս ցավով պետք է ասեմ, բայց հաշտ ենք դառնում, ավտոմատ կերպով հաշտ ենք այս ամեն ինչի հետ եւ մենք այս ամեն ինչը արձանագրում ենք, հասկանում ենք, դուք էլ փաստարկված ամեն ինչը ներկայացնում եք եւ մենք գնում ենք 26 թվականի ընտրություններին, դա եմ ուզում հասկանալ հիմա։ Երկրորդ նախագահը ասաց, որ մենք բացարձակ չենք բացառում, որ մինչև 26 թվականը կլինեն process-ներ, գործընթացներ, բայց չի կարելի բացառել 26 թվականի ընտրությունները, որին նույնպես պետք է պատրաստ լինել։ Այսպես բառացի չեմ ասում, բայց բովանդակությունը այսպես էր։ Հանրապետական կուսակցությունը ասում է, որ 26 թվականի ընտրությունների մասին չի կարելի խոսել հիմա, մենք պետք է այլ գործիքակազմեր կիրառենք եւ կարծես թե մեր լավ գործընկերներ Նարեկ Մալյանը եւ Էդգար Ղազարյանը որպես ՀՀ քաղաքացիներ, այսպես ասեմ, այսպիսի մի ձեռնարկ իրականացրեցին եւ իմպիչմենտի գործընթացը, հա, ուղարկեցին ԱԺ, այսպես ասած, մեսիջը ուղարկեցին ԱԺ։ Հիմա այս մասով ինչ կանխատեսումներ եւ գնահատականներ ունեք Տիկին Մկրտչյան, մենք կկարողանանք այստեղ հաջողել, քանի որ արդեն իսկ երկրորդ նախագահի թիմը եւ հենց ինքը երկրորդ նախագահն ասել է, որ դա անլրջություն է, դա ոչ միտեղ չտանող գործ է։ Եթե թույլ կտակ ուղակի մեկնաբանության կարգով նաև ասել է, որ դա իր դեմ ուղված գործընթաց է եւ դրա մասին նաև խոսել է հենց այդ կարծիքին է նաև Նիկոլի հատուկ հանձնարարություններ կատարող Էդմոն Մարուքյանի իմ համար սա էլ է անընդունելի, այնպես ինչպես օրինակ Կարմիր գծերի հետ կապված Նիկոլն ու Ռոբերտ Քոչարյանն ունեն ժամանակին նույն կարծիք, հիմա էլ ինձ համար անհասկանալի ինչպես կարելի է Էդմոն Մարուքյանի ասած նախադասությունները տարածի ուղակի լսել Ռոբերտ Քոչարյանի շուրթերից։ Ինձ համար ամենացավալի թեմային է եկել, գիտեք, բայց մենք այս պահի մեջ ենք եւ անկախ ամեն ինչից, որքան էլ որ մարդիկ չեն պատկերացնում, բայց իմպիչմենտի թեման մտավ օրակարգ եւ շատ ակտիվ քննարկվում է այս բանը։ Ես մի արդարացում ունեմ, գիտեք, իմ այս ազգային ժողովում գտնվելու փաստին, այս քաղաքական անցուդարձի մեջ լինելու հանգամանքին, ես պիտի ցանկացած
պահին եւ ցանկացած Հայաստանի քաղաքացի, ով համարում է, որ այս գործողությունը հնարավոր է բերի Նիկոլի հեռացմանը, Նիկոլի թուլացմանը, այս սրանցից այս զավթված իշխանությունը վերցնելուն, հեռացնելուն սրանց, ես պիտի այդտեղ կանգնած լինեմ։ Ես ուրիշ արդարացում չունեմ։ Չունեմ պատրաստի բանաձևեր, ցավում եմ, չունեմ։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե 35 նռնակ գցող դավաճաններին, ովքեր փաստացի հայտարարում են, որ պատրաստ են կրակել Հայաստանի քաղաքացու վրա իրենց աթոռը պահելու համար, որ իրենց աթոռին որևէ մեկը մոտ չկա։ Ես չգիտեմ ինչպես պիտի մաքսիմալ անվնաս հայ հասարակությանը եւ պետությունից այն ինչ որ մնացել է դուրս բերել։ Ինձ համար շատ մեծ ցավ է ամեն անգամ տեսնել, որ Հայաստանի սրբավայրերից մեկում էլի Նիկոլ ինչ որ տեքստեր է ասում։ Հայաստանը կտրտող եւ իր ստորագրությամբ ասենք սուսիկ-փուսիկ վաճառող Մհեր Գրիգորյանը կարողանում է գնալ ապարան եւ հաղթանակի հուշահամալիրի մոտ ինչ որ չգիտեմ ինչով զբաղվի։ Ինձ համար դա շատ մեծ ցավ է։ Ինչու ենք մենք ասում, որ պետք չի խոսել 2026-ի ընտրություններից։ Ախր մենք շատ լավ հասկանում ենք, որ Նիկոլը ոչ արդարության, ոչ թափանցիկության եւ ոչ էլ որևէ բնականon աշխատանք ապահովելու ոչ ցանկություն ունի եւ ոչ էլ գնալու է այդ ճանապարհով։ Ինքը ամեն ինչ անելու է, որպեսզի վերընտրվի, վերընտրվելն էլ ձևական իմաստով։ Դուք կհիշեք այս ԿՊԵ-ականները 2021 թվականի ընտրությունների մասին, երբ խոսում են այս ուսապարկերը, ընդ որում տարբեր կալիբրի, հա, այն ամենաբարձրից մինչև ում գրեթե չեք ճանաչում, հետևյալ միտքն են ասում, հիմնական բովանդակությունն են փոխանցում։ Դուք պատկերացնում եք մեր հետ ինչ կլներ, եթե մենք 21 թվին չընտրվեինք։ Դուք հասկանում եք, գիտեն, իրենք հիմա էլ լավ գիտեն։ Բասա ընտրության տեքստ է, իրենք հիմա էլ լավ գիտեն, որ 26-ին չընտրվեն, ինչ է։ Բասա ընտրության խոսույթ է։ Չէ, այն աղդամցին ասում է Ռուսաստանում Մոսկվայի հայերի բնակարների զուգարաններում էի պահկված։ Այսինքն դուք մտածում եք իրանք եկան 21-ին ապահովեցին ազատ թափանցիկ ընտրություններ, հիմա նույն գործելավոճը 26-ին է լինելու։ Չէ։ Իմ կողմից այդքան քննադատվող, իրենց վերջին ժամանակների վարքականուն ընդհանրապես ինձ համար անընդունելի է, բայց Հայաստան դաշինքը փաստարկված սահմանադրական դատարան բողոք է տարել, թե ինչ է արել Նիկոլ 2021 թվականին։ Հիմա Հայաստան դաշինքը մտածում է, կամ Ռոբերտ Քոչյանը, որ 26-ին նույնը չի կրկնվելու, կամ չեմ ասում, կամ չեն տվել, որ այդ դիմումը կարդա, այդ բողոքը կարդա։ Այդ ահասարսուր կեղծիքները, այդ նախապատրաստական, հա, այսպես ասած, ընտրական օրենսգրքի իրավականությունից եւ օրինականությունից դուրս գտնվող կողքի գործողությունները, որ իրականացվել են իբր ընտրություններ կազմակերպելու համար, դա տեսել է այդ ծավալները։ Իրենց դիմումի ծավալները։ Տեսեք, բնականաբար տեսել է, ամեն ինչից էլ տեղյակ են, իրենք էլ մուտք էին արել ՍԴ։ Այո, բայց ինչպես կարելի ասել, որ Հայաստանի քաղաքացին գնաց ընտրեց Նիկոլին։ Բայց տեսեք, ասում են, տեսեք, ինչպես են պարզաբանում։ Նախորդ շաբաթ իմ հյուրը Աղվան Վարդանյանն էր եւ ասում է, մենք փորձել ենք մի քանի անգամ այս աղետը կանխել, ամեն ինչ արել ենք, դուրս ենք եկել փողոց, փորձել ենք եւ այլն, վերջին էլ Բագրատ Սրբազաններ Այդ չստացվեց, ինչ անենք, չի ստացվում մեզ մոտ, ասում է պարոն Վարդանյանը եւ մեր ընդդիմադիր այդ մեծ զանգվածը, չի ստացվում, ուրեմն եթե չի ստացվում, ընտրությունը նույնպես այլընտրանքային ճանապարհ է եւ պետք է գնալ ընտրությունների, ինչ ասում են, լինի երկրում խորհրդարանական ընտրություն, մենք չմասնակցենք, Այսինքն մենք այսպես լուսանցքում հայտնվենք ամբողջությամբ, ընդդիմություն չլինի ընտրությունների։ Այսինքն խնդիրը լուսանցքում լինելն է, խնդիրը քաղաքականության մեջ այս ձևական իմաստով շարունակել լինելն է։ Դե նաև քաղաքագիտական Վարդանյանի համար շատ ավելի մտածողություն էլ կա, որ միշտ պետք է Վարդանյանի համար շատ ավելի կարևոր է Ալեն Սիմոնյանին սուրճի հրավիրելը, չգիտեմ, կամ որևէ կերպ այլևս ազգային ժողովում այլընտրանքային օրակարգեր սպասարկելը։ Ես չգիտեմ, երկրորդ նախագահ Տիկին Մկրտչյանը ասում է, որ դա անհեթեթություն է, երբ ասում են, որ ընտրություններով իշխանություն հնարավոր չէ փոխել, դուք երևի լսել եք։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունը պետք է աշխատել, ամեն ինչ անել եւ ընտրություններով գնալ եւ հաղթել Նիկոլին։ Այսինքն Ռոբերտ Քոչյանը վստահում է, վստահության ավանս է տալիս Նիկոլի կազմակերպած գործողություններին։ Ասում է, եթե ամեն մեկս գնանք մենք մեր մի տոկոսը հավաքենք, հետո նաև նշես, չէ՞ որ կարող ենք լինել կոալիցիա։ Այսինքն Վահագն Հովակիմյանը, Նիկոլը, հեղինակազրկված ԱԱԾ-ն
այն որ բոլոր հետապնդումների եւ այս իրականության մեղավորներն են նաեւ այս ընտրական process կոչվածի 21 թվականի մասին է խոսքը պետք է թողեն որ ես դուք երրորդը չորրորդը հավաքեն իրենց մի տոկոսը եւ գան դառնան 4%։ Ես նորից եմ համախմբել դառնան չէ ես տրամաբանությունն եմ ուզում ասեմ պիտի կարդացել է այդ դիմումը Ռոբերտ Քոչյանի Հայաստան դաշինքի սահմանադրական դատան դիմաց բողոքը ինչպես կարող է կարդացած չլինել։ Բայց բողոքի մեջ գրված է, որ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տալու այնպիսի տոկոսային հարաբերակցություն, որը իրեն իշխանությունից կզրկի, որը կբերի իր քաղաքական, իրավական պատասխանատվությանը չի թողելու։ Այսինքն ինչու ենք մենք, այսինքն մենք վստահում ենք Նիկոլի իրականացրած գործը։ Ես ճիշտ եմ հասկանում, Ռոբերտ Քոչյանը ասում է Նիկոլը ընտրություն չի կեղծում։ Ռոբերտ Քոչյանը ասում է 21-ին Նիկոլը ընտրություն չի կեղծել։ Չէ, Հայաստանի քաղաքացիներն են գնացել Նիկոլին ընտրել։ Հիմա էլ ասում եմ, այտենց ճիշտ է։ Ես ենթադրում եմ այդպես պետք է լինի, որովհետև ասենք սա անկարելի է։ Որովհետև այո, կեղծիքներ բնականաբար որոշ մասով եղել են, բայց ամեն դեպքում մեր ժողովուրդը ընտրել է։ Շատ լավ, այսինքն Ռոբերտ Քոչյանը, որ այն սահմանադրական դատանը, որը Նիկոլը զավթել է, այդ նույն տեքստն է գրել սահմանադրական դատանը։ Դե հիմա նա այսպես բարի կամքի ցանկություն ունի, որ 26 թվականին շատ հնարավոր է, որ բարի կամքի ցանկությունն է, որ հենց այսօր Նիկոլը չքվի մեր հասարակական կյանքից։ Ես էլ ունեմ դատիկին լինելու չէ, դուք գիտեք որ չի լինելու, բայց այս բանը չի լինելու, բայց հիմա երկու տարբերակ ունենք։ Մեկը impeachment, մյուսը 26 թվականի ընտրություններ։ Ինչ ունենք էլ, այլ ընտրանքը որ մեկն է։ Գիտեք 2022 թվականին Ես եթե հնարավոր է երկուսից որևէ մեկով հեռացնել, որն էլ ասեք համաձայն եմ։ Որն է ավելի իրատեսական։ Ես իրատեսականության մասին չեմ կարող խոսել, եւ այս օրինակը դրա համար էի ուզում բերել։ 2022 թվականին, երբ որ դիմադրության շարժմանը դուրս եկավ ողջ խորհրդարանական ընդդիմությունը, հիմա իրենք սիրում են իհարկե ասել, որ դա իրենց ղեկավարած շարժումն է, այն ժամանակ ասում էին ընդդիմության հավաքական իմաստով շարժումն է, բայց ես այդտեղ էլ խնդիր չեմ տեսնում, իրենք ուզում են որ մենք ասենք դա իրենց շարժումն է, ոչ մի խնդրեմ չկա։ Այն ժամանակ հնարինության, անհնարինության չափի չէ դրվել։ Այն ժամանակ ինչ որ մեկը մեզ երաշխիքներ է տվել։ Մենք 40 օրից ավել, երբ որ Ֆրանսիայի հրապարակում էինք եւ պայքարում էինք այդ բռնաճնշումների հետ, կարմիր եւ սև բերետներ հագած, չգիտեմ, կենթանիների դեմ, այնտեղ ինչ որ մեկը մեզ երաշխավորել էր, ասել այ Աննա ջան 40 չէ, 41-րդ օրը սենց բան է երաշխավորել։ Սրբազան շարժման ժամանակ էր երաշխավորը։ Ինչ որ մեկը մեզ երաշխավորել էր, երբ Բագրատ Սրբազանը փողոց էր կանչում բոլորիս ու մենք բոլորս դուրս էինք գալիս, մեկը երաշխավորել էր, որ հեսա Նիկոլը գնալու է։ Թե երաշխավորել էին, որ գիտեք, ինչ մեր գլխին նռնակներ չեն թափվելու ազգային ժողովի բակից, Նիկոլի հրահանգով, Նիկոլի ուղիղ ցուցումով, թե այն խուլիգանապետ Արամը ոչ մեկի վրա քրեական գործ փողոցում չի սարքելու։ Այդ այն երաշխավորել, չէ։ Բայց ոնց է, ես չեմ հասկանում, մեկ էլ հասել ենք 2025 թվական, բոլորը երաշխիքներ են ուզում, բայց 2022-ին, երբ որ մեզ տանում էին, կանչում էին փողոց, իրենք են ասում, որ իրենք են մեզ տարել, խնդրում եմ, այս ձևակերպումը շեշտեք, որտեղ ես կարծում որ բոլորս ենք մեր կամքով դուրս եկել, բայց իրենք որ մեզ տանում էին փողոց, հենց իրենք հարթակից, այն հարթակը, որը Հայաստան դաշինքներ ղեկավարում, այնտեղ երաշխիքներ կար։ Ես այնտեղ երաշխիք չեմ տեսել։ Ու չեմ էլ կարող տեսնել, չեմ էլ պահանջում։ Մենք չունենք ընտրություններում։ Չէ, երբեք չունենք այս դավաճանների դեմ։ Իհարկե չենք կարող ունենալ, որտեղ մինչև նույնիսկ այս անվստահության գործընթացի վերաբերյալ խոսակցությունները ակտիվանալը, երկու քաղաքացիների կողմից մեզ նամակներ ուղղել ազգային ժողովի падգամավորներին, ես միշտ ասել եմ, որ այստեղ խոսքը բացառիկ հակազդեցություն կազմակերպելու մեջ է։ Ես երբևէ չեմ հավատալու, որ շիշ բռնողը գալու է գիտակցության։ Ինքը 7 տարի ուներ այդ գիտակցության համար։ Ես երբեք չեմ մտածում, որ Գրզոն որոշելու է, որ թուրքերի հետ փող աշխատելը արդեն իրան պետք չի։ Բայց եկեք մենք մի հատ մի իրականություն էլ վերհիշենք, իհարկե դուք հիմա կասեք, որ դրանք տարբեր բաներ են, բայց ամեն դեպքում 18 թվականին խորհրդարանը Նիկոլին ընտրեց վարչապետ, որովհետև կար փողոցային ընդվզում շատ մեծ մասշտաբի։ Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր որ ձայն տվեցին Նիկոլին, չեմ կարծում թե ուշքները Նիկոլի համար գնում էր։ Ես թույլ կտակ պատասխանեմ ոչ թե իմ բարերով։ Կարող է լինել բարերով։ այդպիսի մի իրավիճակ երկրում, որ նույն ԿՊ-ի ուշքը չգնալով այդ վարչապետի, հիմա հեսա կանդրադառնամ վարչապետի տեխնացու ասվածին, ուշքները չգնալով, բայց ստիպված գնան դրան։ Թույլ կտակ ես իմ բարերով չպատասխանեմ այդ ճնշումներին 2018 թվականի, այլ ամենաուժեղ ընդդիմադիր խմբակցության падգամներից մի քանիսի բարերով։ Իրենք ասում էին, չէ, խոսքը հիմա Ռոբերտ Քոչյանի падգամավորների է ասում։ Հիմա ուրեմն որոշ ժամանակ առաջ, շատ կարճ ժամանակահատված, վստահ եմ այն քաղաքացիներում հետաքրքիր այս դիսկուրսը կհիշեն, ասում էին հետեւյալը, որ
որ անգամ 2018 թվականի ընդվզումը հասարակական չստիպեց Հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկել Նիկոլի համար մայիսի 1-ին, հնարավորություն տալով ընդդիմադիր այլ ուժերի եւ ոչ միայն ընդդիմադիր ուժերի առաջարկել վարչապետի թեկնածու։ Այսինքն իրենք հենց խոսում են նրա մասին, որ Հանրապետական կուսակցությունը փողոցի ընդվզման, այդ դագաղների ճնշման, իրենց անչափահաս երեխաներին զանգահարելու եւ ահաբեկելու եւ դպրոցում, չգիտեմ, պատժիչ տեսարաններ բեմադրելուց անգամ չկոտրվեցին եւ եւս մեկ շաբաթ հնարավորություն տվեցին մտածելու եւ հասկանալու ինչի մասին է խոսքը։ Մենք մեղավոր չենք, որ դավադրությունը այն ծավալների էր, որ ամեն մեկը իր փայն էր ուզում այդ դավադրություններից։ Իսկ Հանրապետական կուսակցության այն падգամավորները, ովքեր քվեարկեցին շատ պարզ, որտեղ Հայաստանի Հանրապետությունում այդ ժամանակ ստեղծվել էր իրավիճակ, ընդ որում դիտավորությամբ էր ստեղծվել իրավիճակ, որ ներքին անկայունությունը պիտի բերեր նաև անվտանգային լուրջ խնդիրներ։ Հիմա դա եմ ասում, չենք կարող ունենալ այդպիսի մի այսպես թափ վեր, ամեն դեպքում 18 թվականը շատ լավ հիշում ենք, ինչ որ տեղի ունեցավ, մի շաբաթում տեղի ունեցավ իրականում։ Շատ կարճ ժամանակում, այսպես մեկի աչքներս փակեցինք, բացեցինք, մեկը տեսանք դրսում այդ կամ կարծում չէ, որ 2018 թվականի այն դերակատարներն, ովքեր ապահովել են, այո, աչքերը բացեցինք եւ փակեցինք այդքան մարդը, մեր համար չեն ապահովելու։ Մենք որևէ աշխարհակահաղական կենտրոնից իշխանություն չենք խնդրելու։ Մենք որևէ մեկին չենք գնալու Նիկոլի պես, ասենք ամեն ինչ տալու եմ, հասկանում ես, ամեն ինչ։ Միայն այս իշխանազավթումը ձևակերպիր թավշյա սիրո ժողովրդավարության տրամաբանության մեջ։ Չեք տեսնում ամեն դեպքում, եթե օրակարգ մտնի իմպիչմենտի հարցը, այ դա կարող է լինել լավ մոտիվացիա, զարկ, որպեսզի դրսում մարդկանց համակարգել, կառավարել եւ բերել փողոց։ Ես իմ միտքը կշարունակեմ, որևէ մեկը մեզ համար այդ փողոցը չի լցնելու, բայց Հայաստանի Հանրապետություն, այո, ես դրան եմ գալիս, բայց Հայաստանի Հանրապետությունում շատ ավելի ֆենոմենալ մի բան է տեղի ունեցել։ Նիկոլի դավաճանությունից հետո 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ որ արդեն շատ ավելի մեծ թվով քաղաքացիների համար էր պարզ թե ինչ եղավ իրականում, որտեղ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին պատերազմական իրավիճակը շատ-շատերը թույլ չէին տալիս այդ արտակարգ դրության ժամանակ անգամ իմացածը արտահայտելու եւ նոյեմբերին այն օրներ են վիճակներ, որ արդեն կարծես վերջ, բոլորը իրենց համար գոնե գիտակցում էին ինչ էր տեղի ունեցել եւ հայնիկի փրկության շարժման շրջանակներում արդեն ձևավորված, այնքան մարդ դուրս եկավ փողոց, որ հնարավոր էր այդ հարցը լուծել։ Հայաստանի քաղաքացին մեզ այդ հնարավորությունը միշտ տվել է։ Ընդ որում ես անդադար այդ եմ չէ ասում, որ 2018-ին Նիկոլի համար փողոցը լցնում էին, եւ ՀՓՇ-ի ժամանակ ոչ մեկի համար փողոց չէին լցնում, այո, Տիկին Մկրտչյան։ Դիմադրությունը 2023-ի եւ պարլամենտի մոտ հիշում եք։ Այո, 2023-ի սեպտեմբերին, 2022-ի դիմադրության շարժումը, 24-ի սրբազան շարժումը։ Հիմա ժողովրդից մենք ինչից ենք նեղանում։ Մենք հենց այդ որ նեղանալ, իհարկե չենք կարող։ Այն մարդիկ, ովքեր տասնյակ հազարներով, եւ ես վստահ եմ, որ դուրս կգա, բայց այն մարդիկ, ովքեր տասնյակ հազարներով դուրս են գալիս փողոց, մենք կամ այն դիմացը կանգնած մարդիկ, երբ որ վճռականության կամքի հետ խնդրեմ են ունենում, այդ մարդկանց մենք դարձնում ենք ընդհանրապես քաղաքական հետապնդման զոհ։ Ընդհանրապես Նիկոլը գոռում է իրենց, որ քո հետևից կգան։ Ու քանի անգամ ատենց գոռացել ու գնաց, այո։ Վախ է տալիս։ Ու մենք ինչ ենք անում, մենք այս դավաճանի հետ մեր քաղաքացուն միայնակ ենք թողում։ Իրենք դուրս են եկել փողոց։ Մեր քաղաքացիները ասել են, դուք ասում եք 18-ին այս պետությունը զավթել են։ Լավ, մենք 18-ին չենք հասկացել, 20-ին եկել ենք, հասկացել ենք։ ՀՓՇ-ի ժամանակ էլ ենք ձեր կողքը կանգնել, գլխավոր շտաբի հայտարարությունից հետո էլ ենք ձեր կողքը կանգնել, դիմադրության եկակ ընտրությունների պրավալ գնաց այդ ամեն ինչը, այո, 6 ամիս հետո ասիկ դուրս է գալիս փողոց, դրանից հետո էլ ենք կանգնել, ինչ անենք էլ մենք, դուք պետք է կազմակերպված ձևական իմաստով, իրավական իմաստով, ընթացակարգային իմաստով բերեք ինչ-որ գործողությունների, ու մենք սրա մասին ենք խոսում, ու հիմա այս ընթացակարգային Նիկոլի դավադրությունները հաղթահարելու, այս երկրում ստեղծած պառակտությունը հաղթահարելու փոխարեն մեզ մարդիկ ասում են, գիտեք ինչ, Ռոբերտ Քոչյանը ցուցմունք չի տվել, ինչ է, նստենք հիմա մեկը գովա, մեկը քննադատի, որ Ռոբերտ Քոչյանը ցուցմունք չի տվել, էսա մեր օրակարգը։ Չէ, հիմա ո՞րն է մեր օրակարգը, Տիկին Մկրտչյան, իմպիչմենտի մասին թեման իրապես արդեն օրակարգում է, այլևս։ Պատիվ ունեմը հայտարարում է, որ մենք պատրաստ ենք կմիանանք եւ այլն, բայց մենք չունենք վարչապետի տեխնացու։ Հիմա տեսեք, այս բոլոր process-ները տեղի են ունեցել, այո, 18-ից սկսած 20-ից հետո արդեն 4 շարժում եւ այլն, ու դուք լինելով խորհրդարանական ընդդիմադիր երկրորդ ֆրակցիան ասում եք մենք վարչապետի տեխնացու չունենք, հետո եթե դուք չունեք վարչապետի տեխնացու, ո՞նց ենք գնում։
Եթե մենք այդպես ասենք, ապա ձեր հետոն շատ տեղին կլներ, բայց մենք ասել ենք քաղաքական նկրտումներից խուսափելու համար։ Եվ դրա մասին նաև նախագահը խոսեց դատարանում այդ ճեպազրույցում կար փոքրիկ, ինչի մասին է խոսքը, որ այս հակազդեցությունը, որ կա, ընդ որում դուք էլ այդ հարցը տվեցիք, ասում եք լավ չէ լինի, որ այդ ամեն ինչը լուռ մնար, ջրի երես չբերեիք։ Հիմա բան նաև այդ ոչ մի բանը ջրի երես չբերելու համար, կանխելու համար ինչ որ քաղաքական ամբիցիաներ, ասում եք ժողովուրդ չունենք տեխնացու, քաղաքական ամբիցիա չենք դրսևորում, կա ամենամեծ խմբակցությունը ընդդիմադիր, կա առաջնորդություն ստանձնած մարդ, շատ լավ, մենք չենք ստեղծում քաղաքական նկրտումների նոր դաշտ, չենք բացում այդ դաշտը։ Հիմա ասում ենք, որ առանց նախապայմանների Քոչարյանը լինի։ Սիրով ես մի րոպե ստորագրեմ։ Հիմա Ռոբերտ Քոչարյանն էլ ասում է, ես այս կարգով կարելի է այդպես ենթադրել, ես չեմ գնում իմպիչմենտի գործընթացի տակ մտնեմ, որտեղ ԿՊ-ն շատ լավ, այսինքն մի տեխնացուն ասաց, որ ես չեմ ուզում գնալ, ԿՊ-ն ուրիշ մեկին բերել։ Կա ուրիշ, ես բերելու խնդիր չունեմ, մենք ասել ենք, որ քաղաքական ամբիցիա այս փուլում չենք կարող դրսևորել, որտեղ դա ուղիղ հակազդեցությունների եւ պրոցեսը խորհրդարանական խմբակցություն եք Տիկին Մկրտչյան, դուք կարող եք ներկայացնել վարչապետի տեխնացու եւ ձեռնարկել այդ իմպիչմենտի գործընթացը։ Ժամանակամիջոցը, որը հիմա է, մենք քաղաքական, նորից եմ կրկնում, նկրտումներ չունենալու իմաստով չենք առաջադրում հիմա տեխնացու։ Նորից եմ կրկնում, հակազդեցությունը նախագահի նկատմամբ, հանրապետականի նկատմամբ, մարդկանց մոտ ովքեր 2018-ից ամեն ինչ արել են, որպեսզի հանրապետականին թաղեն, բառիս ուղիղ իմաստով։ Իրենց մոտ առաջանում է հակազդեցություն, քաղաքական դեմքերի մոտ, քաղաքական կուսակցությունների մոտ, ամեն ինչ արել են, չէ՞, ջուր բերելուց մինչև Նիկոլի վարչապետության տակ ստորագրելը։ Հիմա այդ մարդկանց համար բարեհոգեբանական իմաստով, ովքեր տենց շուռն եկել են Նիկոլի դեմ են պայքարում, մենք էլ ասում ենք, այո, վստահում ենք ձեր ազնիվ եւ անկաշկանդ պայքարին Նիկոլի դեմ։ Հիմա իրանց համար բարեհոգեբանական, քաղաքական իմաստով ավելի հեշտ է ստորագրել հանրապետականի առաջարկած տեխնացուի տակ, որը ում որ մերժում է, դագաղներով ճանապարհում է։ Բարեհոգեբանական առումով չենք կարող ստորագրել։ Չէ, ես ասում եմ, եթե մենք առաջադրենք, իրենք եթե մեզ թաղում էին, ի՞նչ նախնդիր, իրենք ունեն հակազդեցություն այդ առումով։ Բա դուք չեք տեսնում։ Ես ասում մարդիկ Քոչարյանի մեդիա դաշտը ամբողջությամբ լծվել է Սերժ Սարգսյանի դեմ պայքարի։ Ասում են թող իրենք բերեն, մենք համալ բանը քննարկենք։ Բա դրա հետ մեկտեղ ասում են մենք ենք ամենամեծ խմբակցությունը, մենք ենք որոշելու երբ ստորագրենք։ Հիմա խնդիրը ո՞րն է։ Մենք ասել ենք առանց նախապայմանների քննարկելու է։ Այնպիսի տեխնացու կբերի, որը ընդունելի չի լինի մեզ համար։ Էս էլ են ասում։ Իրենք ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն են, այս նախադասությունը օրը 5 անգամ կրկնում են։ Այսինքն միանշանակ իրենք ներկայացնեն դա։ Ոչ, իրենք ասում են, որ կա իմպիչմենտի, այսինքն վարչապետին անվստահություն հայտնելու անլրջության փաստ։ Ինձ համար այդ անլրջության փաստը անլուրջ է։ Բայց դրան էլ հետևում է, ասում է թող իրենք առաջադրեն, այդ են ասում։ Ասում է թող իրենք առաջադրեն վարչապետի տեխնացու, մենք է կմիանանք։ Դրա համար է Ռոբերտ Քոչարյանի լրատվամիջոցը։ Բայց ասում են, չէ՞, ասում են մենք է կմիանանք, թող ներկայացնեն։ Իրանք ասում են ոչ, էդ էլ եկեք չաղավաղենք, էլի։ Ասում են իրանք ասում են մենք 6 ստորագրություն ունենք։ Իրենք ասում են 8-ը բերեք։ Պատիվ ունեմ 8 հոգանոց, հա։ Մաթեմատիկայի հետ խնդրեմ ունեն իրանք։ Չէ, հետեւաբար իրենք այդպես չեն ասում, որ պատիվ ունեմը թող ստորագրի բերի, դա էլ է մանիպուլյացիա։ Իսկ երկրորդ նաև հիմնավորումը այդ պատիվ ունեմի անվստահության գործընթացին կամ չգիտեմ պատիվ ունեմի ներկայացրած վարչապետի տեխնացուի օկտին քվեարկություն կամ ստորագրություն տալու ցուցիչ է այն փաստը, որ Ռոբերտ Քոչարյանը լրատվականներին հավաքում է եւ 2.5 ժամ խոսում է Հանրապետականից եւ Սերժ Սարգսյանից։ Այդ սենց են մեզ տրամադրում եւ մոտիվացնում, որ մենք տեխնացու ներկայացնենք։ Մենք հիմա եկանք դարձի շրջանս յուր նորից։ Այսինքն մենք եկանք էս իմպիչմենտի հարցը չի լուծվում։ Այդպես է ստացվում։ Ես իմպիչմենտի գործընթաց նախաձեռնողների կազմում չեմ, ես մարդ եմ, ով նորից եմ կրկնում, արդարացնում է իր գոյությունը այդտեղ, մենակ այն փաստով, որ ինձ ինչ ասեն Նիկոլի դեմ է, ես այդտեղ կանգնած եմ։ Ես վստահ եմ, որ անվստահությունը Նիկոլի դեմ է։ Ես վստահ եմ, բոլոր այն փողոցային պայքարները, որոնց ես մասնակցել եմ, անխտիր բոլորը եղել են Նիկոլի դեմ, չունենալով այլ ընտրանքային, լրացուցիչ ինչ-որ նպատակներ։ Ես այդ վստահությունը ունեցել եմ, հիմա էլ ունեմ, անկախ նրանից, թե կողքից ով ինչա ուզում համոզի։ Հիմա սա այդ տրամաբանությունն է։ Ես առանց նախապայմանների քննարկելու եմ եւ ավելի առաջ անցնեմ ձեր թույլտվությամբ։ Ես Նիկոլի եւ Նիկոլի հանցախմբից դուրս որևէ մեկին դեմ չեմ, որպեսզի ինքը լինի
Հայաստանի Հանրապետությունում վարչապետ։ Դա բացառվում է։ Ես դեմ եմ Նիկոլին եւ Նիկոլի հանցախմբին, որտեղ իրանք պիտի պատժվեն։ Իրենք պիտի իրավական եւ քաղաքական պատասխանատվություն զգան իրենց մաշկի վրա, թե ինչ ասել է այս պետությունը կործանել, ինչ ասել է 42000 քառակուսի կիլոմետրից ավելի հայկական հողը հավասարեցնել 0-ի եւ Թուրքիայի ու Ադրբեջանի ոդքերի տակ, տենց ինչ-որ տարանցիկ գլուխ գովալ, որ տարանցիկ խաչմերուկներ եւ ճանապարհների մի ամբողջ բույլ ենք ձեզ բերել ներկայացում։ Տիկին Մկրտչյան, վերջին հարցն էլ տալիս եմ եւ մեր ժամանակը արդեն լավ սպառվել է, տեսեք, երկրորդ նախագահի թիմը ասում է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ իրենք ունեն որոշակի քաղաքական, այսպես ձեռնարկ process, որ պետք է իրականացնեն, սկսեն, ասում են 4 անգամ մենք ենք արել, այս անգամ էլ թող իրենք նախաձեռնեն, մենք էլ գնանք միանանք։ Ինչ ունեք արած կամ անելիք նոր։ Սերժ Սարգսյանը երբեք չի ասել, որ մենք ձեռնարկ ունենք, նախագահ Սարգսյանն ասել է, որ անվստահության գործընթացը մեզ համար ընդունելի եւ ընկալելի է, որտեղ Հայաստանի սահմանադրությամբ նախատեսված հնարավորություններից մեկն է, իսկ լրագրողի այն ճշտող հարցին, որ դուք ծրագիր ունեք թե ոչ, նախագահը պատասխանել է, որ մենք միշտ ծրագիր ունենք։ Շատ զարմանք կլինի այդ մարդկանց համար, որ ասեմ հանրապետական կուսակցությունն էս 35 տարիների ընթացքում միշտ ծրագիր ունեցել է եւ միշտ գործել է ծրագրով։ Այսինքն խոսքը ընդհանուր ծրագիր ունենալու մասին է։ Միշտ Բայց իրենք ակնարկում են, որ կա երևի թե կոնկրետ ինչ-որ բան, ասում են, այսքան մենք ենք արել այս մի քանիսը, այս անգամ է դուք արեք, մենք գանք միանալ։ Ախր իրենց մանիպուլյացիաներին հիմա ես դի փորձեմ ինչ մանիպուլյացիայով պատասխանել, տեսեք դուք էլ ձեր խոսքում ասիք, իրենք ասում են մենք ենք արել այդ բոլոր շարժումները։ Բասա արդար է, բացահայտ ասում են, այնպես չի որ բասա ազնիվ, այսինքն ես 44 օր, 45 կարծեմ նույնիսկ Ֆրանսիայի հրապարակում եմ եղել, հետո 3-ից 4 ամիս եղել եմ Սրբազան պայքարի այդ ասում են մենք ենք նախաձեռնել դա։ Լուրջ ինձ համար նորություն է, որ Սրբազան պայքարն իրենք են նախաձեռնել, որ դիմադրությունը եղել է Հայաստան խմբակցության հարթակը, որ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները հանրապետության հրապարակում իրենցն է եղել։ Ես որպես Հայաստանի քաղաքացի այնտեղ գնացել եմ ամեն անգամ խորը գիտակցումով, որ այս անգամ կարծում եմ, որ կստացվի Նիկոլի դեմ։ Ու ամենը եթե իմ գլխականակ լինելով, այդտեղ հարց կլուծվի, ես ուրեմն հպարտությամբ այդ գլխականակը կլինեմ։ Լավ, իսկ դուք ունեք որևէ նախաձեռնություն, որ կանեք։ Նախ նախաձեռնություն ունենալու 35 տարի, ինչպես նշում եք, հանրապետական ունեցել է ծրագրեր։ Նախաձեռնություն ունենալու մասին ստուդիաներում չի որ խոսում են, եւ եթե մենք ունենանք այդ հնարավորությունը, ես սիրով կուզենամ դա ձեզ ներկայացնել, ավելին կուզենամ, որ դուք դա ձեր աչքով տեսնեք, փողոց դուրս գալով ու զգալով, որ մի օր Նիկոլը չկա։ Նախագահ բազմաթիվ անգամներ ասել է, որ մեկ քաղաքական ուժի խելքի բանը չի, այն ինչ որ այս դավաճանը արել է։ Եվ մշտապես ասել է, որ մեր առաջնահերթությունը սրա դեմ պայքարն է, այս կապիտուլյանտի դեմ, այս թրքաբարո քաղաքականություն իրականացնողի դեմ պայքարն է։ Մեզ համար այս առաջնահերթությունը չի փոխվում։ Ու առաջարկը մեր, խնդրանքը, հորդորը, չգիտեմ, ում ավելի ոնց դուր է գալիս այդ շրջանակներից այս բառը, թող ընտրեն այդ բառերից որևիցե մեկը ու հասկանան, որ մենք առաջարկում ենք Նիկոլի դեմ անզիջում պայքար։ Չունենք երաշխիքներ, չենք էլ կարող ունենալ, որովհետև տերեր եւ հովանավորներ չունենք։ Բայց ունենք ցանկություն ունենալու պետություն, Հայաստանի Հանրապետություն, վերականգնել մեր պետությունը եւ ամենակարևորը այդ պետության մեջ կարողանալ ապահովել մեր քաղաքացիների բնականon կյանքը։ Շնորհակալ եմ Տիկին Մկրտչյան այսօր հրավերս ընդունելու համար։ Ինձ միայն մնում է հիշեցնել, սիրելի հեռուստադիտողներ եւ հետեւորդներ, որ այսօր Մեդիահաբի Մետանոյայի տաղավարում հյուրընկալել էի ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին։ Կհանդիպենք եկող շաբաթ։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։